առաջարկել, որ բացի փող հավաքելուց մտածեն նաև տեխնիկական բավարար մակարդակով ապահովել ջրամատակարարումը։ Նկատի ունեմ, եթե ինչ-որ անսարքություն է լինում տանում, արդ չգիտի ում պիտի դիմի, ինչպես հարցը պիտի լուծել։ Եթե շենքերի ներքին ցանցում լինում են ինչ-որ խնդիրներ, այսօրվա պայմանագրով եւ այսօրվա պայմաններում Երևանի ջրմուղքոյուղին պատասխանատվություն չի կրում ներքին ցանցի վթարների հետ կապված։ Բնակիչները պետք է դիմեն իրան շենքը սպասարկող համատիրություններին։ Նրանք են պարտավոր շենքի ներքին բոլոր տիպի խնդիրները կապված ջրմուղքոյուղու հետ վերացնել։ Երբ որ ջրաչափերը դնում էին, մենք շատ պարտաճանաչ մուծեցինք, պարտքերել չունեինք, ամենաառաջիններից էլ ջրաչափը դրեցինք, բայց միևնույն է, շուրջօրյա ջրամատակարարում ինչպես չկար, այդպես էլ չկա։ Ջրաչափ տեղադրելը դա միակ եւ պարտադիր պայմանը չի շուրջօրյա ջուր ունենալու։ Դա պայմաններից մեկն է։ Որովհետեւ մենք ամբողջ քաղաքով այսօր իրականացնում ենք գոտիավորման հետ կապված ծրագիրը, երբ որ գոտիավորումը վերջացնենք, նորեն ժամանակ մենք կարող ենք ապահովել Երևան քաղաքի շուրջ 75-80% շուրջօրյա ջրամատակարարում։ Այսօր այս պահին Երևան քաղաքի բաժանորդների շուրջ 55-61% ունեն շուրջօրյա ջրամատակարարում։ Ու այդ աճի տենդենսը շարունակվում է։ Մենք վստահ ենք, որ մինչև տարվա վերջ ներողություն, մինչև տարվա վերջ կունենանք 75-80% շուրջօրյա ջրամատակարարում։ Երևանցիներին սպասարկող 9 մասնաճյուղերից մեկը Արաբկիրն է։ Այն ընդգրկում է Արաբկիր համայնքն ամբողջությամբ և կենտրոն համայնքի մի մասը, Կոնդը, հարակից տարածքներով։ Դեռ 2-3 տարի առաջ այստեղ, ինչպես և գրեթե ամենուր մայրաքաղաքում, ջրամատակարարումը բարվոք չէր։ Բնակիչների բողոքները կրում էին զանգվածային բնույթ։ Իհարկե, այսօր էլ կան չլուծված խնդիրներ, սակայն իրավիճակը անհամեմատելի է։ Սկզբնական շրջանները ինչ խոսք միայն առավոտները եւ երեկոյանները, իսկ հիմա նորմալ գալիս է ջուրը։ Ջրամատակարարումը առավոտ երեկո են միացնում 4 ժամ, 2 ժամ, դες նայած բարձրահարկ շենք է։ Ոչինչ, վերջերս լավ է, միշտ միացնում են։ Շատ լավ, շատ գոհ եմ։ Կիևյան 17 շենք է։ Շուրջօրյա ջրամատակարարում ենք, ջուրը լավ է գալիս, սառը ջուր է, լավ ջուր է, վատ ջուր չի, խնդրեմ չկա։ 4 ժամ մեկ է լինում։ Տենց 6 ժամ մեկ։ Այդ օրը թե ինչպես է սիստեման աշխատում։ Բայց մի նորմալ սպասարկում է։ Ոչ մի բողոք չունենք։ Երևանի ջրմուղքոյուղի Արաբկիր մասնաճյուղի սպասարկման տարածքի ջրամատակարարումն իրականացվում է 4 տարբեր ջրաղբյուրներից, ընդհանրապես ստանում ենք վայրկյանում 1500 լիտր ջուր։ Վերջին 15-20 տարվա ընթացքում վերակառուցման աշխատանքներ ընդհանրապես Արաբկիր համայնքի ջրամատակարարման բաշխի ցանցից չի կատարվել։ Այս պայմաններում ջրի հոսակորուստները փաստացի շատ մեծ են եւ կազմում են մոտավորապես 75-80%։ Չնայած այս բարդ պայմաններին, վերջին 2 տարվա ընթացքում, սկսած 2002 թվականի մայիսի 1-ից առ այսօր բավականին մեծ աշխատանքներ է կատարվել եւ Երևանի ջրմուղը հասել է բավականին մեծ հաջողությունների։ Վարկային միջոցներով իրականացվում են շինարարական աշխատանքներ եւ մենք շինարարներին տվել ենք այնպիսի տարածքներ, որտեղ գիտենք, որ մեծ կորուստներ ունենք եւ ցանցը շատ վատ վիճակում է։ Հիմա կատարում է այդ աշխատանքները, այդ խողովակները փոխվում են նորերով։ Դրանցից օրինակ կարող են բերել օրինակ Քեռու փողոցը, մենք այդտեղ բավականին մեծ կորուստ ունենք, մոտավորապես 1 ամսից է շինարարական աշխատանքները կավարտվեն եւ այնտեղ մենք կունենանք նոր խողովակ, կկատարվեն բնակիչների միացումների այդ նոր խողովակին եւ իմ կարծիքով այդ փողոցում կորուստը կբացառվի։ 24 ժամյա ջրամատակարարման հարցում Արաբկիրը բավականին մեծ հաջողություններ ունի։ Այսօրվա դրությամբ մոտավորապես Արաբկիր համայնքի 70%-ը ապահովված է 24 ժամյա ջրամատակարարումով։ Աշխատանքների շնորհիվ մինչև տարվա վերջ մենք եւս 10% 24 ժամյա ջրամատակարարման ավելացում կունենանք։ Գլխավոր այս հաջողությունների մենք հասանք այն պատճառով, որ մենք կարողացանք համագործակցել մեր բաժանորդների հետ, ստեղծեցինք նրանց մոտ այնպիսի վստահություն, որ եթե նրանք արագ շատ տեմպերով ջրաչափեր տեղադրեն, մենք բավականին եւ մենք կարողանանք տարածքում հոսակորուստներ գտնենք եւ վերացնենք, 24 ժամյա ջրամատակարարումը ավելի կլավանա եւ ի փառս Արաբկիր համայնքի բաժանորդների կարող եմ ասել, որ նրանք իրոք շատ ըմբռնումով մոտեցան, մոտավորապես 85% տեղադրել են ջրաչափեր եւ եթե մինչեւ տարվա վերջ եւս
որոշակի տոկոս տեղադրվի, ես կարծում եմ, որ մեր 24-ժամյա ջրամատակարարումը ավելի կլավանա։ Նոր բնակարան ենք գնել 2 հատ Վեին անտարայինում, քանդել ենք դա, հիմա նոր շինարարություն ենք անում, նոր շենք ենք կառուցում, որպեսզի տան տեխնիկական պայմանները, թե որտեղից պետք է միացվի ջրմուղը, որտեղից կոյուղին, այդ հարցով եմ ես եկել այստեղ։ Ասեցին, որ առաջերտին պետք է մի հատ անվանափոխանակում արվի, եւ դա ճիշտ բան է, պետք է փոխվի անունը, նոր դրանից հետո ուրիշ բաժին կզբաղվի արդեն մնացած հարցերով։ Կարող է արդյոք մասնաճյուղն ավելի բարելավել արաբկիրցիների ջրամատակարարումը։ Անշուշտ կարող է, ինչը սակայն ենթադրում է խմելու ջրի ավելի արդյունավետ օգտագործում։ Իսկ դրա կարևորագույն նախապայմանը ջրամատակարարի եւ սպառողի միջև սերտ համագործակցությունն է, փոխվստահության մթնոլորտի ձևավորումը եւ հասարակության կողմից խմելու ջուրը վատնողների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը։ Կցանկանա իմանալ ինչպես կվերաբերվեն մեր արաբկիր համայնքի բնակիչ բաժանորդները, որպեսզի մենք ավելի խիստ մեթոդներով, ավելի անխնապայքար տանենք ապօրինի ջրօգտագործողների դեմ, որպեսզի կարողանանք բարելավել մնացած բնակիչ բաժանորդների 24-ժամյա ջրամատակարարումը։ Իհարկե միանշանակլավ։ Դա անպայման պետք է խստացնեն, ապօրինի ջուր օգտագործել չի կարելի, հենց ապօրինի ջուր օգտագործումն էր, որ բերեց ջրերի թանկացմանը։ Ես կարծում եմ շատ ճիշտ կաներ։ Ցանկանում եմ, որպեսզի ավելի օրինական լինի, ավելի ճիշտ լինի, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինքը զգա, որ ջուր է օգտագործում, ջուր օգտագործել համար պետք է վճարի։ Պատասխանները վկայում են, որ հասարակության մեջ գիտակցում են ջրի սպառման գործում կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունը։ Միայն այս համայնքում մոտավոր հաշվարկներով 8000 ավտոտանակներից մոտ 5000-ում գոյություն ունի ապօրինի ջրագիծ, կնշանակի նաև ապօրինի ջրօգտագործում։ Իսկ առանձնատները, չէ որ այստեղ էլ խմելու ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Արդեն մոտ 2 միլիոն դրամ է դատական կարգով գանձվել այն քաղաքացիներից, ովքեր ջուրը սպառում են ապօրինաբար։ Եվս 8 միլիոն դրամ կգանձվի առաջիկայում։ Մասնաճյուղերում կարևորագույններից է դիսպեչերական ծառայությունը, ուր նաև գրանցվում են ջրամատակարարման վերաբերյալ բնակիչների բողոքները։ Ծառայությունը գործում է շուրջօրյա։ Ամեն օր ստացվում են մինչև 2 տասնյակ ահազանգ, առաջարկություն եւ խնդրանք։ Անհրաժեշտության դեպքում Արաբկիրի եւ Կոնդի բնակիչները կարող են դիմել 23 33 78 հեռախոսահամարով, ակնկալելով մասնաճյուղի աշխատակիցների շուտապույտ արձագանքը։ Անցած 2 տարիներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում զգալի աշխատանք է կատարվել բաժանորդների հետ հարաբերությունները իրավական ճիշտ հիմքերի վրա կառուցելու համար։ Ուրիշ է, որ ներկայումս խոսքը ոչ թե օրենքով նախատեսված վճարման արտոնություններից օգտվելու մասին է, այլ օրենքի պահանջների անվերապահ կատարման, այդ թվում համաձայն դատական մարմինների որոշման։ Ներկայումս Երևանի ջրմուղկոյողի ընկերության իրավաբանական ծառայությունը զբաղվում է այն բնակիչ բաժանորդների հետ իրավահարաբերությունների կարգավորմանը, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնություններից օգտվելու պայմանագրեր չեն կնքել։ Այդ բաժանորդների թիվը կազմում է 26000, որից իրավաբանական ծառայությունը արդեն 9500 բնակիչ բաժանորդների դեմ հայցեր է հարուցել Երևանի բոլոր առաջինատյանի դատարաններում։ Աշխատանքների արդյունքում մոտավորապես 30 միլիոն վճարում արդեն կատարվել է փաստացի ընկերության դրամարկղ, սպասվելիք պարտավորությունների կատարումը մոտավորապես կկազմի 2 միլիարդ դրամի չափով։ Ինչ վերաբերվում է իրավաբանական ծառայության մյուս աշխատանքներին, դա վերաբերվում է այն բնակիչ բաժանորդներին, ովքեր պայմանագրեր կնքել են արտոնություններից օգտվելու, սակայն ինչ-ինչ պատճառներով վճարումներ չեն կատարել, որի արդյունքում նշված բնակիչ բաժանորդները օրենքով սահմանված վճարման ժամկետները խախտելու պատճառով զրկվել են արտոնություններից օգտվելուց եւ պարտավոր են օրենքի համաձայն ամբողջությամբ պարտքերը մարել։ Երրորդը այն բնակիչ բաժանորդներն են, ովքեր պայմանագրեր են կնքել ընկերության հետ ջրաչափեր տրամադրելու մասին պայմանագրերն են, որով պարտավորվել են 6 ամսյա ժամկետում մարել ջրաչափի գումարները, սակայն մինչ օրս գումարները չեն մարել կամ մասամբ են մարել։
Ջրամատակարարման ուղղված բոլոր հարցերով կարող եք դիմել Երևանի ջերմուղ կոյուղի ընկերության մասնաճյուղեր հետևյալ հեռախոսահամարներով. Արաբկիր 231991, Էրեբունի 57 59 55, Կենտրոն 541506, Հյուսիս 64 0085, Մաշտոց 39 85 44, Շահումյան 74 1102, Շենգավիթ 48 08 91, Քանաքերզեյթում 24 47 11։ Վթարի դեպքում կարող եք նաև ահազանգել 58 28 81 հեռախոսահամարով։ Իմ փեսան գրանցված է իմ տան վրա, նա իմ մոտից է գնացել բանակ գրանցում։ Ջրի համար ես վճարել եմ եւ նրա համար։ Նա էլ իր հերթին Ստեփանակերտում ծառայելիս եւ աղջիկս, որովհետեւ Ստեփանակերտի թատրոնում էր աշխատում, նրանք վճարել են իրեն ջրի հարցերը։ Եվ իր տան մայրը իր մայրն է վճարել այդ ընտանիքի համար տղուս աղջիկա։ Հիմա 3 տեղից մի ընտանիքի փող է վերցրած, սա է հարցը։ Ասում էին ջրաչափները դնելուց հետո կլավանա, բայց տարբերություն չեմ տեսնում որևէցե։ Ես կենտրոնի բնակիչ եմ, կենտրոնի մասին գիտեմ։ Պատասխանը մեր հաջորդ թողարկման մեջ։ Շպարը արդիական է դարձնում դասականի հայտնի տողերը։ Պարեց Սասունը։ Պարեց Սասունը ողջ աշխարհը հասկացավ, որ